Այո։ Մոսկովյան պայմանագիրը 21 թվականին, Ռասի պայմանագիրը 21 թվականին, օպերացիա Կալցով Ղարաբաղում 91 թվականին, Տերակտը պարլամենտում 99 թվականին եւ Չոչ Հարավաստիկ նոյեմբերի 9-ի պայմանագիրը իրագործվել է ռուսների ձեռքով։ Դրա համար Կիպելյան Կարեն արվեստագետը ասում է «Սպասիբա Ռոսիի» Ռուսաստանի դեսպանատան մոտենք Բարև ժողովուրդ ջան Ռուսաստանի դեսպանատան մոտենք ասում ենք «Սպասիբա Ռոսիի» Սպասիբա մեր ճակատագիրը այսպես քաք մեջ անելու համար Կարեն ջան ողջույն ոնց ենք արեցիչ ամպուրան բարև ոնց արեք արա Արվեստագետ Սպասիբա Ռոսիին տեսեք ինչ տորտ է, ինչ գեղեցիկ զարդարվել է հրաշք կեղտիկներով ֆոտո կանեմ Մեկնաբան եք, Կարեն ջան։ Մեկնաբանելու բաց կարես։ Հա։ Սա ուզում այրի մի բան իրանում դա, բայց ինքը գիծից է։ Հա։ Բայց կնակ։ Կարևոր սա մշակութային է, ինքը խորհրդանշում է երկրների, այսինքն օտար գերտերությունների մեր պարագայում, որոնք մեր հարցը գցել են իրար մեջ պայմանավորվելով, մեր տարածքները կիսելու։ Հիմա Մոսկվայում 10 պայմանագիրը եւ նոյեմբերի 9-ը դրանք տարբերելով կապված։ Պարլամենտում հոկտեմբերի 27-ին մեր քաղաքական որևէ ուսակցություն գործիչ ռիսկ չի անում վախենալից քաղաքական գնահատական քաջություն են ասելու որ սա հոկտեմբերի 27-ը սրանց բոլորի օրգանական շարունակությունն է։ Հենց այնպես չէ հայոց պետականության համար հնդակահարություն է եղել։ Անկախ նայած մեր անձնական վերաբերմունք հայկական լիդերների կամ այդ գործիչների, որոնք հնդակահարում են, ստրատեգիա ունեցել հենց այս բանի հետ կապված։ Արցախի հարցը դա Հայաստանի հարց է։ Մեր երկրի մասնատման իրար հետ որոշելու ու ներքին մեր մենտալիտետի մեջ մտցնելու, որ դա առանձին միավոր է, նույնիսկ Արցախի դերոշ են ստեղծում KGB-ի հանգուցալուծում եք տեսնում այդ հարցին։ Սա պետք է հասարակության լայն շերտերը պետք է սկսեն բան ունենալ, մշակվի երկրի այդ բանը, որոնք դիտակցեն հասկանան, որ բանա դա չհանդուրժելու։ Ես որպես արվեստագետ, մենք որպես արվեստագետներ չենք հանդուրժում, օտարի կնքած է։ Ոչ 29,000 քառակուսի կիլոմետրով իրական Հայաստանը, ոչ իրար բաների, որոնք բարբաջում են ինչ-որ պայմանավորվածություններից, անդեպուլիսյան թե համաշխարհային փաստաթղթերի։ Բոլորի մոտ պետք է մեկ մենտալիտետ լինի։ Իրանք բոլորն էլ անցողիկ են Հայաստանն, եւ Հայաստանի շահը պետք է ներկայացնեն, Հայաստանի ժողովրդի, բայց ոչ մեկ չի ներկայացնում մեր ժողովրդի շահը։ Այսինքն մենք պետք է մշակութային այնքան հասուն անենք, որ մեր ժողովուրդը ինքը վաղեմից ընտրելով այդ իր քաղաքական էլիտային ունենա արդյունքը, այդ արդյունքը այսօր չկա։ Դրա հետևանքով չկա։ Պարոն Քիփելյան, նաև պաստառից զատ այստեղ ունեք նաև պատրաստած Սպասիբա Ռոսիի տորտի կերպով կմեկնաբանեք սա ինչ նշանակություն ունի, մեր շատ հուշական է, որ զինադադար հաստատեցին
Պուտինը, Ալիևը եւ Փաշինյանը էջանոք Արցախի տեղի կամաչիկները իրանց բնդներ Արցախահայերի երկրների տրամադրություն հայտնի է բանը Փաշինյանը տորթով հիմնավորում է ռուս զինվորներ։ Հիմա մենք այդ 5 տարի անց այդ տորթը իրանց ենք վերադարձնում։ Իհարկե խորհրդանշական կեփքի համայնքությամբ, որը ինքա ամբողջ շուրջը իրար կեփն է։ Ռուսներին մենք այդպես վերաբերվում ենք, ով ուզում է լինի, եթե մեր երկրի հանդեպ իմաստով ոտնձգություն է կատարել, լինի վերաբերվում, ով ուզում է լինի։ Ռուսները վերջի երկու տարում բավականին լավ արել են, այս ցուցակը շատ երկար է, այնպես չի որ մենակ սա, բայց մենք չենք իրոք շատապոսության հանդեպ, այլ կոնկրետ ուղերձներ։ Իսկ այս ակցիան վեգանները թե բազմակի բնույթ է ունի։ Շատ դիտես չի որ բանը ինքը ունենալ է օր սիմվոլիզմ, մշակույթը այդպեսի բան է, որ արվեստագետը ստեղծագործում է ըստ բանի։ Ամեն անգամ նույնը չի շարունակվում, դա ասած հաշվիցից Շատ լավ, շնորհակալություն։ ասած ներսիջը ուղղված է ծրագրերը, որոնք իրենք իրականացնում վարժետից բանվաններում և մասնակիցներ որոնք պահպանվում է։ Դա իրենք շարունակել են, դա իրականացնում։ Մեսիջը իրենք ուղղված է, մեսիջը ուղղված է մասնակիցները, որ պետք է դարձի, որ ռուսը պետք է կերնումը, որ պահով չեն կապետել ռուսը, պետք է որոշը դա Հայաստան պահով Այ պետք է։ Այսինքն իմ անունից ես կարող եմ ասել, որ մեսիջները ուղղված վերջապես Հայաստանի քաղաքացին փորձով մտածում իրար որքան են դա մարդիկ հեշտ չկա, հեշտը սա է։ Իհարկե, եթե մենք բոլորս խոսենք դրա մասին և բացեբաց մեր քաղաքներով, իրենց պետությունը չունեցին, անպետությունը ունեցին, այդ պետությունը Ռուսաստանը ռուսական կարգելը, որը ամենակիցը խորհրդային կանոններից